Թևոսյան 1-3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է, գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն, ամռանը։ Ինչ խոսվում է խաղաղության պայմանագրի համաձայնության մասին, երեկվանից Ադրբեջանի նախագահի խորհրդականը այս ֆոնին խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է իբրև թե օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա։ Այս ռետորաբանությունը դուք որքանով եք տրամաբանական համարում, եթե խաղաղության պայմանագիրը պետք է համաձայնեցվել է արդեն եւ Հաջիևը նման հայտարարություններով է հանդես գալիս։ Դե իսկապես այս դրսևորումներից են, որ ոչ կառուցող, ես փորձում եմ հասկանալու մեղմ արտահայտվել եւ ձևակերպել, իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը եւ կարգավորումը եւ հարաբերությունների հաստատումը, միանշանակ ոչ մեկ չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնասը, դուք նյութական վնասի մասին եք ասում, բայց ուզում եմ ասել, որ այն դրույթը, որի մասին վերջերս այդքան խոսում ենք, այն երկու հոդվածներից մեկը հատկապես իրավական այդ հայցերի առումով, այն պահին, երբ որ ուժի մեջ կմտնի պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը եւ միևնույն ժամանակ պարտավորություն է ստանձնում երկու կողմն էլ ապագայում եւս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն հարցերի շուրջ, այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն ունեցել կողմերի միջև մինչև պայմանագրի ստորագրումը։ Այսինքն բոլոր այն վեճերը, որ մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով պետք է կողմերը գնան հաշվեցնեն։ Հատուցման հարցը, ներողություն, իմ հարցը վերա, բայց Ես շատ ուղիղ պատասխանեցի, դուք կգտնեք ձեր ոչ չկա, ոչ, չկա, չենք բանակցում։ Երկու կողմից հայտարարվում է, որ ավարտվել է խաղաղության պայմանագրի բանակցությունները, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը նախապայմաններ է թելադրում։ Սա նշանակում է, որ մենք կամ բանավոր, կամ լրացուցիչ փաստաթղթով նման պայմանները ելի հիմա բանակցությունների թեմա են դառնում կամ գնում ենք սեղան։ Այդ նախապայմանները ինչ փաթեթավորմամբ եք հիմա դուք բանակցում Ադրբեջանը։ Այդ նախապայմանները, որպես իրար ճիշտ հասկանանք, հնչեցվել են եւ նախկինում եւս, մեր կողմից դրանց լեգիտիմությունը եւ օրակարգի մաս լինելը երբևէ չի ընդունվել, մենք այդ մասին երբևէ չենք բանակցում։ Եղել են մտքերի փոխանակցության մասին, որ մենք ունենք այսպիսի պահանջ, մենք էլ ասում ենք, դե մենք էլ ունենք այսպիսի պահանջ, ձեր պահանջն չենք ընդունում, որ պահանջ է նորմալ եւ ենթակա բանակցման։ Բայց դրանք նախապայմանը չստորագրելու համար, այսինքն դրանք հիմա Դե հա դա լավ չի։ Չէ, լավ չի, որ այդպիսի նախապայման է դնում։ Դե եթե ստորագրումը արդեն կարողանայինք անել եւ մենք հուսով ենք եւ պատրաստ ենք, որ պետք է արդեն ձեռնամուխ լինենք ստորագրմանը, մենք երեք նաեւ առաջարկեցինք սկսել խորհրդակցել կոնկրետ տեղի ժամի վերաբերյալ, այո, ցավոք կան զուգահեռ նախապայմաններ կա, պետք է աշխատենք, տեսնենք ոնց լուծում կգտնենք։ Ընդհանուր կարգավորման գործընթացը շարունակվում է, այո։